Ողջույն հարգելի առուսներ, սա ձեր կանխատեսումն է ապրիլ ամսվա համար, բոլոր 12 ոլորտների համար։ Նախորդ անգամվա նման այդքան երկար չեմ խոսի, այդքան քարտերը նույնը անընդհատ չեմ հանի, ինչ քարտ ընկնի, մենք դրա մասին կխոսենք հենց այդ ոլորտի վերաբերյալ։ Ոլորտները շատ են, պետք է հիշեք կամ միգուցե պետք է գրի առնեք կամ մի քանի անգամ նայեք, ինչու ոչ, եթե ինչ-որ մի ոլորտ տեսնում եք այնպես չէ, լավ կլինի ևս մեկ անգամ հետ գալ նայել, տեսնել ինչ է կատարվում այդտեղ։ Տեսնենք ինչ է սպասվելու ձեզ։ Նայեք նաև ձեր ասցենդենտի նշանը, լուսնային եւ արևային նշանը։ Երեք նշաններն նայեք, մոտապես հասկացեք ինչ է լինելու։ Միգուցե նմանատիպ բաներ են գնում։ Ահա, առուսների տրամադրությունը ապրիլ ամսին, ինչպիսի տրամադրությամբ կմտնեք եւ ինչպիսի տրամադրություն կունենաք ընդհանրապես ապրիլ ամսին։ Ֆինանսները, շրջապատը, հարազատները, ընտանիք, տուն, երեխաները, առողջություն, սեր, հարաբերություններ, փաստաթղթերը, ճամփորդություն, աշխատանք, բիզնես, ընկերներ, օգնություն եւ վախերը, խնդիրներն ու գաղտնիքները։ Ահա, դասավորեցինք, հուսով եմ պատրաստ եք, ինչպես որ մնացած նշանները եւ որպեսզի սկսենք։ Սկսենք տեսնենք ինչ տրամադրությամբ եք գնալու, ինչ տրամադրություն է, այ քեզ բան կռվի շորերով եք գնալու։ Տեսնենք ինչի եք կռվելու։ Ինչ որ մեկի հետ եք կամ մուտքը կռվելու կամ ամսվա ընթացքում, տեսնեմ ինչ պատճառ է սա։ Գուցե վերացնեք ձեր կյանքից այդ պատճառը։ Դժվարություններն են, կարող ինչ-որ մի բանը դժվարություններով եք անում, այնտեղ վիճում եք, հեսա գնում եք դժվարություններով եք անում, ինչ-որ մի բան վիճում եք, եւ այստեղ նաեւ ոմանք կարող է վիճեն ճակատագրական քայլ անեն, հա, շատ կարեւոր գլխավոր ճակատագրական քայլ է սա։ Միգուցե ձեր հակառակ սեռի ներկայացուցչի համար եք վիճում, հետ եք վիճում։ Եվ դրա համար սա կլինի ճակատագրական քայլ։ Նաեւ դա կարող է լինել, օրինակ, ոնց որ դուք դժվարություններ եք ունենում ձեր կյանքում կամ փորձությանը չեք կարող դիմանալ, այստեղ անդադ վիճում եք, կամ դժվարություններ են, որոնք որ մենակ ձեր ուսերին է, բեռը ձեր ուսերին եւ դուք դիմացինի հետ վիճում եք, որ գոնե ինչ որ մի չափով այդ բեռը ձեզանից թեթևացնեն։ Դա է, ոնց որ պահանջում եք անընդհատ եւ պահանջը դա կարող է լինել կռվի ձևով, հա, ավելի լավ է հանգիստ պահանջեք, որպեսզի դիմացինը ավելի լավ անի այն ինչ որ դուք եք ուզում։ Տեսնենք ֆինանսական վիճակը ինչպիսին կլինի, ինչ որ մի բան է գնալու ձեզ մոտ ֆինանսական վիճակի հետ կապված եւ ինչ որ նոր բան գալու։ Միգուցե ոչ է եկամտի աղբյուր է գնալու, բայց մեկը գալու է ձեզ համար։ Այն ինչ որ ձեզ պիտանի չէր, հա, դա գնում է։ Միգուցե ինչ որ գործեր եք անում, որը այդքան էլ ձեզ գումար չէր բերում եւ հիմա դա գնում է ձեզանից, նորին է տեղ բացում, որպեսզի նոր բաներ անեք, նոր գործունեությամբ զբաղվեք, որ դա ձեզ գումար բերի։ Գիտեք, սա ոնց որ լցվել է, այնպիսի մի վիճակ է, որ հոգնել եք արդեն այդ գործից, հոգնել եք արդեն այդ վիճակից, այդ որ ինքը ձեզ ոչինչ չի բերում, բայց ձեր էներգիան է տանում, եւ հիմա արդեն նա որոշում եք, որ ինքը պետք է գնա այլևս կամ դուք եք որոշում կամ ինքն է արդեն կուտակվել, որ այդ ինչ որ այդքան էլ լավ չի, միգուցե պարտքերն է, գիտեք, գնում։ Օրինակ, եթե պարտքը կուտակվել է, միգուցե տալիս եք եւ գնում է, բայց այստեղ արդեն պետք չի նոր պարտքեր վերցնել, ուղղակի պետք է ավելի
նոր կյանք սկսել առանց այդ պարտքերի։ Մի փոքր դատարկություն է, կարող մի պահ է, որ ինչ որ գումարի հետ կապված այդքան էլ լավ իրավիճակ չէ, հետո կարգավորվում է նոր։ Դատարկությունը պետք է լցնեք։ Տեսնենք շրջապատի մարդիկ, բավականին առիթ կլինեք, բավականին շատ մարդկանց հետ կարող ծանոթանալ, շփվել տարբեր մարդկանց հետ։ Նորություններ կլսեք ձեր քրոջ կամ եղբոր մասին, միգուցե նաև ինչ որ առիթ ունեն եւ դες հրավիրատոմս են ուղարկում, որպեսզի դուք գնաք։ Դուք ձեր կյանք կմտնեն ինչ որ մարդիկ, միգուցե ինչ որ տեղ եք գնում սովորելու, նոր տեղ է, նոր միջավայր է եւ այդպես մարդիկ են գալիս ձեր կյանք։ Սկսում եք ավելի շատ ընդլայնել ձեր հորիզոնները, մարդկանց եք սկսում ճանաչել ավելի շատ։ Եվ ակտիվ կլինեք, միգուցե բոլորին վարակեք նաև ձեր էներգիայով եւ այդպես կարողանաք մարդկանց գրավել դեպի ձեզ։ Տեսնենք տունը, ընտանիքը տունը կայուն վիճակում է, եթե տան հետ կապված հարցեր ունեք, դա կկարգավորվի, եթե ընտանիքում խնդիրներ ունեք, կարող սա է, ընտանիքի հետ կապված ամեն ինչ կկարգավորվի, եթե դեպուզ ինչ որ ֆինանսական հարցերը, ինչ որ մեկը գնում է, ինչ որ մեկի մոտ, մյուսի մոտ գալիս է, հա, դա կարգավորվում է ձեզ մոտ, եթե հա, դա բնականաբար գումարը էլի նորից ընտանիքն է ուտում, եթե ամուսնացած եք։ Յուրաքանչյուր բան, եթե կար ընտանիքում, այդ ամենը կկարգավորվի, կհանգստանա, եթե բորբոքված վիճակ կար։ Միայն թե այստեղ դուք ճակատագրական ուղղակի քայլ չանեք։ Նա ճակատագրական այդ վեճը կարող է դրան բերել։ Մի քիչ պետք է այստեղ երկար մտածել դրա վերաբերյալ։ Տեսնենք երեխաների հետ կապված, այստեղ մի փոքր լաբիրինթ է, երեխաների հետ շփումն է, հա, դա միգուցե խճճված է, հատկապես այն մարդկանց համար, ովքեր ունեն այնպիսի տարիքային երեխաներ, որ կարող է իրենց բռնկուն ժամանակներն է եւ մի փոքր իրար հետ հարաբերությունները այդքան էլ լավ չլինեն։ Տեսնենք ինչ կհանգեցնի դա։ Պետք է ուշադիր լինեք, որովհետև իրոք կարող է նաև, եթե երեխաների հետ շատ խնդիր ստեղծեք, անընդհատ երեխաները միգուցե գնան առանձին ապրելու։ Համար պետք է հանգստություն պահպանել։ Այստեղ տանը կայունություն է, բայց երեխաների հետ հարաբերությունները այդքան էլ լավ չեն։ Կամ իրար հետ այդ լեզու չեք գտնում, կամ խնդիրների մեջ եք հայտնվել, կամ ձեր երեխան է ինչ-որ խնդիրների մեջ հայտնվել եւ պետք է իրեն օգնել։ Տան անդամներին, հա, տան անդամները պետք է իրեն աջակցեն, օգնեն այդ խնդրից դուրս գալու համար։ Եթե մի քիչ ավելի մեծ երեխաներ են, ապա սա կարող է տան հետ կապված խնդիր է, որ դե կարող է ուզում են գնան առանձին ապրեն, հա, կամ դե մեծ են արդեն ամուսնացած են միգուցե եւ իրենց մոտ է, հա, խնդիր, տան հետ կապված խնդիր է, որ ուզում են օրինակ տուն փնտրել, տուն գտնել, կամ պետք է դուրս գան, չեն կարողանում տուն գտնել, այդպես կարող է դա է խնդիրը։ Եվ նաեւ սա կարող է խնդիր լինել, օրինակ կամ հղի եք, բայց դա հարաբերություններում խանգարում է, խնդիր է ստեղծում, կամ խճճվել եք, մտածում եք, ուզում եք թե ոչ, միգուցե ընտանիքով նստում եք եւ քննարկում, ուզում եք թե ոչ։ Տեսնենք առողջությունը եւս, դե բնականաբար այստեղ վիճում եք, բնական է, որ նորմալ չի լինի, այստեղ երեխաների հետ կապված միգուցե մտածում եք, այստեղ միգուցե ֆինանսը կարող է, չեմ կարծում, ընդհանրապես միշտ գնում է նա, ինչ որ արդեն այդքան էլ գումար չի բերում, միշտ դա է գնում, բայց դե ամենայն դեպս ինչ էլ որ գնա, դա համար այստեղ առողջության հետ կապված եւս խնդիրներ։ Կամ տրամադրությունը անընդհատ կարող է ընկնել, առողջությունը մի փոքր նաեւ վատթարանալ, դե լարվածությունից է սա, լարվածությունից, տեսնենք կանցնի։
չենեք, բորբոքված եք դուք։ Եվ այդ բորբոքվածությունը չի թողնում, որ ձեզ մոտ ձեր առողջությունը բարելավվի։ Դուք ինքնդ ձեզ ներսից պետք է հանգստացնեք։ Այստեղ գալիս է հենց սա երեխաների հետ է կապված, ոչ թե ընտանիքի։ Դեռ տեսնենք, սիրո հետ բացարձակ կապ չունի, սա երեխաների հետ է եւ որից էլ վատանում է ձեր առողջական վիճակը։ Եվ ինչքան շատ բորբոքվեք, ինչքան շատ գորգրեք, ինքան ավելի կվատթարանա ձեր առողջությունը։ Դրա համար հանգստությունը պետք պահպանել այս ամիս։ Ինչ էլ որ լինի, հանգստություն պահպանեք։ Եվ երեխաներին պետք է հանգիստ թողել, իրենց պետք է թողեք, որ իրանք ավելի, երբ որ երեխան ինքնուրույնն է լինում, ճնշված չի մնում, երեխան ճիշտ է ձևավորվում եւ ճիշտ է սկսում ապրել։ Երբ որ երեխային անդադ ճզմում են, ինքը փորձում է դրանից պորտ գալ, դուրս գալ եւ ինքը սկսում է սխալներ անել։ Հետո ասում են, բայ երեխաս ընկավ ված շրջապատ։ Դրանից են գնում ված շրջապատ։ Այլ լարված պահելուց է միշտ երեխան ընկնում ված շրջապատ։ Այստեղ անձնական հարաբերությունները, սերը հիանալի է, այստեղ միգուցե նոր ծանոթություն է ոմանց համար, միգուցե նոր սեր է, նոր հնարավորություն է, նոր դռներ եք բացում, եթե այստեղ ճակատագրական քայլան եք, ապա սա նշանակում է նաև ճակատագրական դուռ եք փակում, եւ որը այլևս դե չեք բացի, չնայած ինչ որ հետադարձ բաներ չունենք, որպեսզի բացեք կամ չբացեք, քայլը կարող անել, բաժանման քայլ, կամ սա նոր է ինչ որ մի բան, նոր դռներ է բացվում, նոր հարաբերություններ են, նոր ծանոթություն է, եւ նոր շփում, նոր սեր, նոր հնարավորություններ կամ եղած հարաբերությունները ավելի լավացնելու համար, այնպես որ եթե խնդիրներ կան հարաբերություններում, կարող եք օգտվել դրանից եւ հարաբերությունները կարգի բերել, կարգավորել են։ Տեսնենք փոստաթղթերը։ Փոստաթղթերի հետ կապված այստեղ ինչ-որ հատուկ բաներ չկան, եթե ինչ-որ միտեղ գնաք, ինչ-որ մի փոստաթուղթ ուզենաք վերցնեք, ձևակերպում անեք եւ այլն, ապա այնքան այնտեղ նստած լինի ձեր ընկերը եւ ավելի արագ լինի, կամ ինչ-որ ընկերական մթնոլորտում կարող է լինել, այդպես ոնց որ իրար հետ խոսակ, հասկանաք եւ այդ փոստաթուղթը արագ տան ձեզ, ոչ թե ինչ-որ հրբռի ինչ որ այլ ուղղակի այդ ընկերական մթնոլորտ, եւ իրար հետ համագործակցելով ոնց որ ինչ որ փաստաթուղթ ստանաք, ձևակերպեք, այդպես ոչ թե գորգռալով, եւ եթե ինչ որ բան լինի, գուցե ձեր ընկերը նաեւ ձեզ օգնի, կարող է ծանոթներ է ունենում ինչ որ միտեղից ավելի արագ փաստաթուղթ վերցնելու հետ կապված, վարկը ձևակերպելու համար եւս այստեղ հնարավոր է որ վերցնեք, հավանականությունը շատ մեծ է, եթե ցանկանում եք, ապա եւս կարող են ձեզ աջակցել եւ դուք այդ վարկը ստանաք։ Տեսնենք ճամփորդությունը, ինչ ասում ճամփորդությունը, ոնց որ ժամանակ է հարկավոր ճամփորդության գնալու համար, միգուցե ինչ-որ հստակ ժամանակ որոշեք, օրինակ ապրիլին չէ, հունիսին եմ ուզում գնալ, հուլիսին եմ ուզում գնալ, ոչ հիմա չեմ կարող գնալ, հիմա դեռ ժամանակը չէ, դեռ պետք է սպասեմ։ Ինչ-որ մի բան է, որ եթե շատ կարևոր լինի այդ ճանապարհը, ապա այո, կարող եք շատ արագ գնալ հետ գալ նաև ինչ-որ միտեղ, այդ ամիս, միգուցե անընդհատ մի քանի անգամ նաև լինի, որ գնաք շատ արագ հետ գաք, ինչ-որ գործ պետք է անել, կամ գործողման են ուղարկում, կամ նմանատիպ ոչապահեր են, եւ պետք է գնաք ու արագ անեք հետ գաք։ Նաև ոմանց մոտ սա կարող է լինել ճամփորդությունը երկար ժամանակով, դա ոչ թե ճամփորդությունը, այլ արտագաղթումը։ Կարող եք գնալ եւ երկար ժամանակ մնալ դրսում, ինչ-որ միտեղ։ Բայց հստակ չեմ կարող ասել ապրիլին եք գնալու, թե ապրիլին ձեզ համար կսահմանեք որևէ ժամկետ, որ այդ ժամկետում գնաք։ Տեսնենք նաև աշխատանքը, բիզնեսը, ամեն մեկի մոտ դա կերև է։ Աշխատանքը եւ բիզնեսը այստեղ դժվարություններ կան, երկուսում էլ։
Գուցե փորձություն է դա ձեզ համար, փորձություն է, որ ինչ-որ մի բան հաղթահարեք, փորձություն է, որ կարգավորեք, նաև սա ճակատագրական քայլ է, դա կարող է լինել օրինակ բիզնես բացելը, ինչ-որ մի բան հիմնելը, օրինակ խանութ բացելը, հա, դա ևս ճակատագրական քայլ է, որ ինչ-որ անում եք և առանց վախի եք անում, դա նաև կարող է կապված լինել աշխատանքը, ծանր աշխատանք է, բերը ձեր ուսերին է, ամբողջը դուք պետք է անեք, հա, այստեղ ևս ցույց էր տալիս, հա, այդ բերը ձեր ուսերին ևս աշխատանքը ձեր ուսերին է և դուք եք անում, դուք պետք է զբաղվեք, դրա համար էր այստեղ նաև գլխավորը վեճ, որ գոնե ինչ-որ մի ձևով թեթևանա։ Կամ այնպիսի աշխատանքի կարող եք ընդունվել, որը իրոք ֆիզիկապես նա կարող է ծանր լինել, և դժվար լինել ձեզ անելու համար։ Կամ աշխատանքի եք ուզում ընդունվել, անընդհատ կարող է մերժում եք, կամ ինչ-որ մի բան է, նաև եթե այս քարտը վերագրենք իր բացասական կողմը, դա նաև բիզնեսը այդքան էլ ոնց որ առաջ չի գնում, դժվարություններ կան, նույնն էլ աշխատանքում, աշխատանք գտնելու մեջ։ Իսկ ովքեր արդեն իսկ աշխատում են, նայեք, այստեղ նաև ճակատագրական քայլ չանեք, դա կարող է լինել աշխատանքից դուրս գալը։ Աշխատանքից դուրս գալը դա համարվում է այստեղ կորցնել եկամտի աղբյուրը։ Ինչ-որ մեկը, եթե մի քանի տեղ եք աշխատում, երկար պետք է մտածեք, երկար ինչ-որ մի քայլ անելուց առաջ։ Տեսնենք նաև ընկերները, սա ընկերներ նոր ձեռք կբերեք, շատ ուժեղ ընկերներ, ում վրա որ կարող եք հենվել, և եթե ձեզ օգնություն լինի, այստեղ կա մեկը, որ ձեզ անպայման կաջակցի։ Ինչ-որ մի հեղինակավոր մարդ կարող է լինել, կամ ավելի պետական աշխատողնա կարող է լինել, որ ձեզ ձեռք մեկնի։ Իսկ ընկերները կարող եք նոր ընկերներ ձեռք բերել, ում վրա կարող եք հենվել յուրաքանչյուր պահին, դժվար պահին, թեթև պահին, հա, յուրաքանչյուր ժամանակ կարողանաք հենվել ձեր ընկերների վրա։ Եվ իհարկե տեսնենք ինչն եք, ինչից եք վախենում, խնդիրները և գաղտնիքը։ Ինչից եք վախենում առաջինը։ Դե վախենում եք միգուցե սովորելուց։ Վախենում եք կյանքի էջը փոխեք, գրքի էջը փոխեք, նորովի ապրեք։ Միգուցե կառչել եք, որովհետև այստեղ այս կանխատեսումը այդքան էլ բարեհաջող չէ։ Միգուցե կառչել եք ինչ-որ մի բանից, կամ կառչում եք ինչ-որ մի բանից, կախված եք ինչ-որ մի բանից, և չեք կարողանում փոխել ձեր կյանքը ուրիշ ձև սկսեք ապրել։ Պետք է, ոնց որ ասում են, հարմարավետության գոտին մի փոքր խախտեք, որպեսզի կարողանաք ուրիշ ձև ապրել։ Սովորել եք միշտ նույնը, միշտ նույն ձև, և հիմա արդեն դա վախ է փոխելու ձեր կյանքում ինչ-որ մի բան։ Խնդիրները կարող են լինել ուսման մեջ, խնդիրները կարող են լինել նաև գաղտնիք է բացահայտվում, դա է ձեզ համար խնդիր, և այդ գաղտնիքները այդքան էլ դուք չէիք ուզում, որ բացահայտվեր, և դա իմանալով հանդերձ, դա նաև խնդիր է ձեզ համար։ Հա, այստեղ կան դժվարություններ ձեր կյանքում, բայց պետք է կարողանաք դուք փոխել այդ էջը, փոխել և նորովի ապրել, ոնց որ մնացած լինեք անցյալում, այստեղ ինչ-որ բաներ կան, որը չեք դրդում առաջ, չեք գնում առաջ, ինչ-որ մի բան է այստեղ, որ այնպես չէ։ Կանխատեսումը ինչ-որ իդեալական չէր, եթե ևս մեկ անգամ էլ լսեք, իդեալական չէր, դե իդեալականից բավականին հեռու էր։ Փոխեք այստեղ, մի վախեցեք, փոխեք ձեր կյանքի էջը, յուրաքանչյուր բան միգուցե պետք է անել նորովի, պետք է օրինակ այնպես անել, որ աշխատանքում չդժվարանալ, պետք է այնպես անել, որ երեխաների հետ խնդիրներ չառաջանան, առողջության հետ նույնպես չառաջանան խնդիրներ, և ավելի հանգիստ կապրեք։ Իրոք ավելի հանգիստ կապրեք։ Փոխելով միգուցե նաև ձեզ,
Հեսա Յուպիտերն է մտնում ձեր նշան, այնպես որ պետք է կարողանաք արդեն հարմարվել դրան եւ ընդունել Յուպիտերի այդ բարիքները։ Իսկ այսպես դուք չեք կարող ընդունել։ Ասա բորբոքված էիք շատ, այստեղ անգամ առողջություններ երևում, որ անցնելու փոխարեն դեռ մի բան էլ բորբոքվում, գորգռում եք։ Գոնե ավելի հանգստանաք։ Գուցե ինչ-որ վատ մոլորակ է մտել։ Չնայած հա ապրիլին եւ թե դժվար ձեր նշանում լինի մայիսին հնարավոր է ձեր նշանում լինեն բոլոր մոլորակները, բնականաբար այս դեպքում արդեն հնարավոր է նման իրավիճակ։ Փոխեք, այստեղ սա դա էր ասում, մի վախեցեք, փոխեք յուրաքանչյուր բան ձեր կյանքում, որը որ փոխելու հնարավորություն կա։ Եվ հետո արդեն կարողանաք ավելի լավ ու թեթև ապրել։ Այսքանը ձեզ համար, թող որ ապրիլ ամիսը ձեզ միայն հաջողություններ բերի, յուրաքանչյուր ոլորտում։ Լավ եղեք։